Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ ժամի գլխավոր իրադարձությունները Հայաստանից և աշխարհից։ Հալեպում վիճակը լարված է։ Քաղաքի Աշրաֆիե և Շեյխ Մաքսուդ շրջաններում բախումներ են տեղի ունեցել կառավարական զորքերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև։ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի փոխանցմամբ կրակոցների և շարունակվող բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն 16 քաղաքացի։ Սիրիայի ժամանակավոր կառավարությանը հավատարիմ ուժերի և ներքին անվտանգության ուժերի միջև մարտերը ինտենսիվ են։ Կիրառվում է նաև ծանր զինատեսակ, ինչն ապես մեծացնում է քաղաքացիական բնակչության անվտանգության ռիսկերը։ Հալեպի նահանգապետը բնակիչներին կոչ է արել մնալ տներում, խուսափել փողոց դուրս գալուց և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին։ Վիճակին արձագանքել է նաև Սիրիայի հայ համայնքի Գանձասար թերթը։ Խնդրում ենք Հալեպի մեր հայրենակիցներին ապահովության նկատառումներով բնակարաններից դուրս չգալ մինչև քաղաքում վիճակի կարգավորումը, իսկ բնակարանների մեջ պատասպարվել ներքին սենյակներում, չմոտենալ պատուհաններին կամ պատշգամբներին։ Միևնույն ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը վերջերս այցելել է Դամասկոս սիրիական իշխանության հետ բանակցություններին։ Ըստ հրապարակված տեղեկության, Անկարա մտադիր է քննարկել Թուրքիայի հետ սահմանին գործող քրդական խմբավորումները զինաթափելու, դրանք մինչև այս տարեվերջ Սիրիայի պաշտոնական կառույցներին ինտեգրելու ծրագիրը, որի վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրվել դեռ անցած գարնանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել 48 ամերիկյան դեսպանների, որոնք աշխատել են Աֆրիկայի, Ասիայի, Արևելյան Եվրոպայի, նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում։ Այդ դեսպանների շարքում է նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։ Ըստ շրջանառվող տեղեկության, Թրամփը այս քայլով ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիարժեքորեն աջակցում են իր «Ամերիկան առաջինը» օրակարգին։ Իսկ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցել է 96%-ը։ Պուտինը ասում է, ավելի քան 3 տասնամյակի ընթացքում ԱՊՀ-ն հաստատվել է որպես հեղինակավոր տարածաշրջանային ինտեգրացիոն միավորում, որի անդամ երկրները հարաբերությունները կառուցել են իրական բարիդրացիության, հավասար գործընկերության, փոխադարձ օգուտի, հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։ ԱՊՀ երկրների միջև ընդլայնվում է գործակցությունը արժութաֆինանսական ոլորտում։ Փոխադարձ տնտեսական գործարքները սպասարկելու համար ավելի ու ավելի ակտիվ են սկսում գործածվել սեփական օտարերկրյա բանկային համակարգերից անկախ վճարային գործիքները։ Երկրների միջև առևտրային գործարքների հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինն արդեն գերազանցում է 96%-ը։ ԱՊՀ երկրների գործարարների մասնակցությամբ իրականացվում են արդյունաբերական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր։ Ձևավորվում են եվրասիական նոր արտադրական և տրանսպորտային շղթաներ։ Արդիականացվում և զարգանում են հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք միջմայրցամաքային լոգիստիկ միջանցքները։ ԱՊՀ պետությունների փոխգործակցության կարևոր ոլորտ է եղել և մնում ահաբեկության ու ծայրահեղականության կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը։ Այդ նպատակով ուժային կառույցների և իրավասու մարմինների հետ սերտ օպերատիվ կապեր են հաստատվել։ Ուստի պետք է շարունակել համատեղ ջանքերը մեր ընդհանուր պատմության հիշողությունը պահպանելու և դրա կեղծումը կանխելու համար։ Ռուսաստանում է Նիկոլ Փաշինյանը։ Ռուսաստան այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Փաշինյանը անդրադարձել է Ռուսաստանի նախագահի հետ քննարկած հարցերին, Հայաստանի կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականության ուղղություններին, տնտեսության զարգացման տեմպերին, իրական Հայաստան գաղափարախոսությանը, նաև տարածաշրջանային առևտրատնտեսական գործակցության զարգացմանը և TRIP նախագծին։ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։
Իսկ Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանով անցնող երկթուղով Ռուսաստանից Հայաստան գնացների շարժը պատմական նշանակություն ունի։ Պուտինն էլ նշել է, որ թեև հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը նվազել է, առաջիկայում կողմերը նախատեսում են վերականգնել եւ մեծացնել գործակցության ծավալները։ Մենք արդեն միմյանց ներկայացրել ենք այսօրվա մեր աշխատանքի արդյունքների գնահատականները։ Ընդհանուր առմամբ իմ կարծիքով այդ ամենը բարձր մակարդակով է անցել։ Ես հույս ունեմ, որ մթնոլորտը լավ էր։ Ամենակարևորն այն է, որ երկու երկրների գործընկերների միակողմանի աշխատանքի արդյունքում նախապատրաստվել են լավ փաստաթղթեր։ Ամեն ինչ ստորագրված է, ամեն ինչ առաջ է ընթանում։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք զարգանում են։ Ապրանքաշրջանառությունը ճշգրտված է։ Եթե 2024 թվականին այն ավելի քան 11 միլիարդ դոլար էր, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին 4.5 միլիարդ դոլար։ Դե դա նույնպես լավ ցուցանիշ է եւ մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք։ Հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետը նախօրեին մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Իր ելույթում հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման ապաշրջափակման եւ երկկողմ առևտրի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։ Տեղի ունեցող բարենպաստ եւ կառուցողական փոփոխությունները տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում, նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը եւ տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։ Մենք ներկայումս մշակում ենք Եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման ուղենիշները, հենվելով ձեռք բերված արդյունքների վրա։ Եվ այս փուլում կարևոր է ապահովել հստակ տարանջատում վերազգային մեխանիզմների կիրառման ոլորտների եւ այն բնագավառների միջև, որտեղ ազգային իրավազորություններն ու ինքնիշխան որոշումները պահպանում են առաջնահերթությունը, ինչը կապահովի ինտեգրացիոն գործընթացների կայունությունը։ Այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային գործակցության առումով։ Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ, միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման եւ ներմուծման դիվերսիֆիկացիային եւ ամրապնդում ԵԱՏՄ-ի դիրքերը համաշխարհային տնտեսությունում։ Այս համատեքստում, իհարկե, ողջունում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը։ Իդեպ Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինը հյուրընկալել է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Սակայն միջոցառմանը չի մասնակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բաքվի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ Ալիևի բացակայությունը պայմանավորված է եղել խիստ աշխատանքային գրաֆիկով։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը չմասնակցելով Իլհամ Ալիևը փորձում է քաղաքական ազդակներ տալ Արևմուտքին եւ Թուրքիային։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի Դաշնությունում պարբերաբար անցկացվող ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովներին մասնակցությունը խորհրդանշական առումով տվյալ պետության եւ անձամբ դրա ղեկավարի քաղաքական լոյալության եւ որոշակի մտերմության ցուցադրություններ են Ռուսաստանի եւ դրա նախագահի հանդեպ։ Գագաթնաժողովում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի բացակայությունը գրեթե վերջին պահին զբաղվածությամբ պայմանավորվելն ակնհայտորեն լուրջ եւ իրական պատճառ չի կարող դիտարկվել։ Իրականում քաղաքական փաստացի այս բոյկոտը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ նախ ինքը այլևս կարիք չունի Մոսկվայի բարեհաճության, իսկ այնուհետ ուղերձ է Թուրքիային եւ Արևմուտքին, որ արհեստացին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեցրից եւ ամբողջովին ինքնուրույն դերակատար է։ Սեփական հասարակության վրա քարոզչական ազդեցության առումով էլ Պուտինի հետ իբրև հաշվի չնստող կերպարով Բաքվի բռնապետը փորձում է ամրապնդել սեփական դիրքերը հենց իր իսկ երկրի ներսում։ Հետաքրքիր կլինի տեսնել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կհամաձայնվի շարունակել այս ուղեգիծը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը եւ Խազար Իբրահիմը Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների եւ գործարարների հետ Վաշինգտոնում դեռնփակ քննարկում են անցկացրել Թրամփի ուղու վերաբերյալ։ Հանդիպումը կազմակերպել է ԱՄՆ Ադրբեջան առևտրի պալատը։ Ըստ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի թրիփ նախաձեռնությունը կարող է շոշափելի օգուտներ ապահովել ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Կենտրոնական Ասիայի եւ հարակից այլ տարածաշրջանների համար։ Ես ողջունում եմ մեր ադրբեջանցի գործընկերների հետ կառուցողական գործակցությունը եւ այն փաստը, որ քննարկումները շարժվում են դեպի կոնկրետ զարգացման նախագծեր։ Նման գործնական գործակցությունը կարևոր է շոշափելի տնտեսական եւ սոցիալական արդյունքների համար։ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն էլ իր հերթին նշել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած առաջնորդների գագաթնաժողովը պատմական դեր է ունեցել տարածաշրջանային խաղաղության գործընթացի առաջմղման գործում, ստեղծելով նոր քաղաքական եւ տնտեսական հնարավորություններ։ Ադրբեջանը վաղուց է առաջ մղում կապի եւ գործակցության սկզբունքները, հաստատելով ամուր գործընկերային հարաբերություններ Թուրքիայի, Վրաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ TRIP նախագծի որպես միջին միջանցքի հիմնական բաղադրիչի հաջողությունն ապահովելը կարևոր է։ Մինչ Վաշինգտոնում քննարկում են տարածաշրջանային նախաձեռնությունները, Բաքվում եւ Անկարայում ակտիվանում են ենթակառուցվածքային ծրագրերը։ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջկառավարական համատեղ համաժողովի նիստում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շինարարությունն ընթանում է արագ։ Ասադովի խոսքով նախագծի սկզբնական փուլում նախատեսվում է երկաթուղին տարեկան մինչև 15 միլիոն տոննա բեռնատարողությամբ կդառնա միջին միջանցքի հիմնական զարկերակը։ Նրա խոսքով այս երկաթուղին Զանգեզուրի միջանցքի մի մասն է եւ կծառայի ոչ միայն Ադրբեջանին եւ Թուրքիային, այլև մի շարք այլ երկրներին։ Եվ մինչ միջազգային հարթակներում խոսում են հայ-ադրբեջանական հարաբերությունների առաջմղման մասին, Բաքվի դատարանում շարունակվում է մեր հայրենակիցների կեղծ դատավարությունը։ Դատական նիստին եզրափակիչ խոսք են ասել Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Դատախազությունը նրանց համար պահանջել է ցմահ ազատազրկում։ Ադրբեջանում շարունակվում է նաև 2023 թվականին բռնի տեղահանությունից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկի Կարեն Ավանեսյանի կեղծ դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ավանեսյանին մեղադրում են ահաբեկության եւ առանձնապես ծանր այլ հանցագործությունների համար։ Նիստին Ավանեսյանը ցուցմունք է տվել, այնուհետև լսել են այսպես կոչված վկաների ցուցմունքները։ Դատախազը Կարեն Ավանեսյանի համար 18 տարվա ազատազրկում է պահանջել։ Հաջորդ դատական նիստը կանցկացվի դեկտեմբերի 25-ին։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանելյանը հայտնել է, որ Գեղամ Մանուկյանի հետ այցելել է Իզմիլյան բժշկական կենտրոն տեսակցելու Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Падգամավորի փոխանցմամբ այցի ընթացքում նրանք զրուցել են վերջին օրերին հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին։ Սրբազանն ափսոսանք ու վրդովմունք հայտնեց Տիրադավի եպիսկոպոսների նախաձեռնության վերջիններիս աջակցելու եկած եւ խուլիգանական պահվածք ցուցաբերող պաշտոնյաների մայրաթորի դուռը կոտրել փորձելով ներխուժելու իրադարձության շուրջ, այն որակելով խայտարակություն եւ մեծագույն ամոթ։ Այս պահին Միքայել arczepiskopos Աջապահյանն անցնում է բուժման կուրս, որից հետո տեղի կունենա վիրահատությունը։ Հստակ օր առայժմ հայտնի չէ։ Սրբազանը հայտնեց նաև մի մտահոգիչ տեղեկություն, ըստ որի իրեն չի թույլատրվել մասնակցելու կիրակնօրյա պատարագին եւ խոչընդոտել են բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգեվոր տեսուչի այցը Սրբազանին։ Սա խղճի եւ կրոնի ազատության խախտում է։ Այնուհանդերձ Սրբազանը շարունակում է դրսևորել բացառիկ կամք, հավատալով, որ մեր արժեքների շուրջ համախմբումը հաղթելու է երկրում հաստատված չարիքին եւ ատելության մթնոլորտին։ Հիվանդանոցում է շարունակում մնալ նաև Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրդանես Քահանա Բաղալյանը։ Էջմիածին քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը հայտնել է, որ օրերս տեղի ունեցած վիրահատությունից հետո Տեր Վրդանեսը կրկին վիրահատվել է, սրտի եւս 3 ստենտ է տեղադրվել։
Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետությունում դեկտեմբերի 23-ից 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում եւս դեկտեմբերի 23-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևանում այսօր ցերեկը կլինի 5-ից 7, իսկ երեկոյան ժամերին 0-ից 2 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին, ձեզ համար տաղավարում աշխատում էի ես, Սվետլանա Պետրոսյանս։ Բոլորիս արդյունավետ աշխատանքային օր։